Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն է։ Բարև ձեզ Տիկին Աղաջանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Աղաջանյան, նախընտրական քարոզարշավը շարունակվում է, այն երբեմն բավականին սուր դրսևորումներ է ունենում, լսում ենք հայհոյանքներ, ոչ եթերային բառապաշար եւ այսպես շարունակ, հանուն արդարության հիմնականում իշխանության ներկայացուցիչների կողմից։ Ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում այս ընթացքը, ուժերի ներկայիս դասավորվածությունը, այս տեմպով շարունակելու դեպքում ընդդիմությունը հունիսի 8-ին իրավիճակ փոխելու հնարավորություն կունենա ըստ ձեզ։ Տեսեք, մենք փաստորեն ընտրարշավի կես ճանապարհը արդեն կարելի ասել անցել ենք, այո, եւ արդեն պատկերը շատ ավելի հստակ է դարձել եւ այդ հստակության նաեւ դրսեւորումն է այսօրվա իշխանությունը, ինչպես դուք նշեցիք, շատ ավելի հիստերիկ, լեզվապաշարի առումով ասանձարձակ դրսևորումները, որը ցույց է տալիս, որ արդեն ընդդիմադիր դաշտում գոնե հանրային ընկալման մեջ եւ բոլոր իրենց նաեւ հարցումների արդյունքում այդ 3 որոշակի տարբերությամբ առաջատար ուժերը ձևավորվել են եւ իշխանական դաշտում փաստացիորեն միայն քաղաքացիական պայմանագիրն է, մնացածները այսպես շարքի հետևում դոփելով փորձում են շատ հեռու են 4%-ից եւ բարեբախտաբար շատ հեռու են ընդհանրապես որևէ շեմ անցնելուց։ Լավ հասկանանք, որ այս 19 ներկայացուցիչների առնվազն կեսը արբանյակային ուրեմն ներկայացուցիչներ են, որոնք սպասարկում են այս իշխանության ցանկությունները եւ արևմտյան այդ կենտրոնների ցանկությունները, շատերը չեն էլ թաքցնում իրենց խոսույթի մեջ, մտածելով, որ որոշակի զանգված իրենք կկարողանան դրանով գրավել, իհարկե երևի թե մի քանի 100 ձայն կստանան, բայց չեմ կարծում իրենք էական ինչ-որ թվային դրսևորում ունենան եւ դա շատ լավ է։ Լավ է ինչ առումով, որովհետեւ նախ հանրային գիտակցության մեջ այս մեր անցած 8 տարվա աղետալի ճանապարհը արդեն հստակ ձևավորումներ է ստացել թե պատճառահետևանքային առումով, թե դրա մեղավորների եւ դրա հերահար նպատակների, այսինքն ժողովուրդը սկսել է շատ լավ հասկանալ թե իրենց գլխին ինչ աղետ են բերել, ինչպես են այդ աղետը բերել եւ այդ աղետի շարունակման դեպքում իրենց ինչ ճակատագիր է սպասում։ Եվ ովքեր են այդ աղետը բերողներին լեգիտիմացրել այս տարիների ընթացքում ամենակարևորը։ Դա արդեն գիտեք, որ մարդկանց մոտ ինչ-որ տարբերակներով ընկալումներ կլինեն, բայց դա կարծում եմ այս պարագայում այդքան մեծ ազդեցություն չի գործում, որքան ակնկալվող հետևանքների իրական կորստաբեր ընկալումը եւ դա շատ լավ է, որտեղ դա նշանակում է, որ մեր ժողովրդի մեջ արդեն այդ ապաքինման գործընթացը ոչ միայն սկսվել է, այլև սկսել է իր արդյունքները տալ։ Ես ապաքինում ասում եմ այդ տասնամյակների քարոզչական այս թոզի եւ թեզերի այս հարահոսի քաոսային աղետային տեղեկատվական այս հոսքերի ուրեմն տակից ժողովուրդը սկսել է դուրս գալ եւ ռացիոնալ դատողությամբ իր ճակատագրի համար որոշումներ կայացնելու ցանկություն դրսևորել։ Ես իրոք կոչ եմ անում եւ մեծ հույս ունեմ, որ մեր հանրությունը շատ մեծ մասնակցություն կունենա, որովհետև սա բոլորը արդեն բազմիցս նշել են, ես եւս մեկ անգամ շեշտեմ, որ սա մեր լինել չլինելու, Հայաստան ունենալ, չունենալու, հայ ժողովրդի պետություն ունենալ, չունենալու, հայի ինքնությունը պահպանել, չպահպանելու եւ ընդհանրապես այս մի փոքր մեր պատմական հայրենիքի պահպանված հողակտորի վրա հայկական քաղաքական տարով պետություն ունենալ, չունենալու մասին է սա։ Սա այսպես ինչ-որ մի մեքենայի լվանալու կետ կամ չգիտեմ ինչ մի խանութ բացելու կամ այստեղից այնտեղ առևտուր, լավ չեն ապրելու, այնինչ որ իրենց գլխին բերելու այս իշխանությունը, Աստված մի արասցե եթե վերարտադրվի, դա լավ ապրելու մասին չէ, դա ընդհանրապես գոյության մասին է։ Եվ այս պարագայում մարդիկ պետք է հասկանան, որ իրենց արժև ունեն հնարավորություն ոչ միայն պահպանել եղածը, այլև հաշվի առնելով գոնե 2 առաջատար ուժերի ղեկավարների անցած ճանապարհը, մեկը որպես պետական գործիչ, մյուսը որպես կայացած բիզնեսմեն, իրենց կողմից առաջարկվող ծրագրերի եւ լուծումների ոչ միայն
իրատեսականությունը, այլև դրա հետ կապված նաև լուծումների հնարավորությունների անմիջական ստեղծումը, որը այս իշխանությունների պարագայում բացառվում է, որտեղ նրանք վերացնում են բոլոր հնարավորությունները, իսկ մյուս այլ ուժերի պարագայում դրանք ընդհանրապես թեորետիկ ինչ-որ խոսակցությունների մակարդակի առանց կոնկրետ ծրագրային լուծումների։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք նաև կարծում եմ այս ընտրությունների արդյունքում այս իշխանություններին հեռացնելուց հետո մենք նաև որոշակի քաղաքական այլ մշակույթի սկիզբը կդնենք, երբ մարդիկ կնայեն արդեն ոչ միայն անձանց, ովքեր ղեկավարում են ուժերին, այլև նրանց ներկայացրած ծրագրերին։ Հիմա այս տեմպով շարժվելու դեպքում բավարար է սա այն, որը մենք ունենք, այս պահի դրությամբ, որ հունիսի 8-ին սա տեղի ունենա, թե դեռևս անելիք կա եւ վերջի վայրկյան աշխատանք պիտի տարվի, մինչև վերջի հնարավոր դուռը պիտի թակվի, վերջի հնարավոր մարդու հետ պետք է խոսեցվի, բացատրվի այսօրվա մեր իրավիճակի ամբողջ ճակատագրականությունը եւ խրախուսվի, որ իրենք գնան ընտրությունների, մասնակցեն ընտրությունների եւ ձայնը տան ընդդիմադիր առաջատար ուժերից որևէ մեկին, որպեսզի հնարավոր լինի հեռացնելու այս օտարածին իշխանություններին։ Մենք հասկանանք, որ արդեն բոլորի համար էլ հասկանալի է, որ մեկ ուժը միանշանակ հաղթանակ չի կարողանալու տանել եւ դա շատ լավ է, որովհետեւ մենք խոսենք կոալիցիայի մասին, իսկ դա կնշանակի ավելի հավասարակշռված եւ մեկը մեկին թե հմտություններով, թե կարողություններով, թե ծրագրերով համալրող իշխանության մասին, որը ել ավելի բարեկեցիկ եւ ել ավելի ապահով ու անվտանգ պայմաններ կստեղծի մեր պետության համար, քան ուղղակի մեկ ուժի պարագայում դա ստանձնել։ Մենք տեսանք մեկ ուժի պարագայում դրա ամենասարսափելի հետևանքները եւ ես եմ կառավարությունը, ես եմ կա դատավորով կհամարցակի։ Չկա որևէ այսօր մենք կարող ենք արձանագրել, որ չկա որևէ անկախ մարմին, որը գործում է, այդ թվում նաև ՄԻՊ-ը, որի հետ կապված ես կուզենայի երկու բառ ասել, չկա որևէ պետական մարմին, որը ֆունկցիոնալ առումով ենթակա չէ, եւ չկա որևէ անգամ համայնքային մարմին, որը ի պաշտոնե չպիտի կառավարությանը ուղղակի ենթակայության տակ լինի, բայց ամբողջովին ուրեմն կուսակցականացվել են եւ քաղաքականացվել են, անգամ դպրոցները, անգամ համալսարանները, դուք կհիշեք այս իշխանությունների այդ հորջորջած թեզերը զերծ պահել բուհերը այո կուսակցականացումից, նրանք առաջի քայլերից մեկը հենց իրենց կուսակցության ներկայացուցիչներին ամենաբիրտ եւ ամենաանօրինական ձևերով ուրեմն նշանակեցին այդ խորհուրդների նախագահներ, անդամներ եւ այլն։ Պատկերը տեսնում ենք Արագածոտնում աշակերտները դասի Ժամին Փաշինյանի քարոզարշավին են մասնակցում, Արմավիրում քոլեջի դասախոսը ուսանողներին հորդորում է, որ գնան ներկա գտնվեն հանրահավաքին եւ այսպես շարունակ սա է։ Ոչ միայն աշակերտները մասնակցում են, այլև աշակերտները կաշառք էին ստանում, ես պատկերներից այդպիսի տպավորություն ստացա, հետո ինչ որ տուփերով թե ինչերով իրենց նվերներ էր բաժան եւ այդ խոստումով էին այդ երեխաները եկել, որովհետեւ իրենք անհամբեր սպասում էին այդ նվերը ստանալու, կարծես նոր տարվա ձմեռ պապիկի խոստումները լինեին, բայց ցավոք սրտի սա ձմեռ պապիկ չէ։ Եվ մենք տեսնում ենք այս իշխանությունների ընտրարշավի ժամանակ երևի արդեն եթե առաջ քրեական օրենսգրքի հոդվածներն էին ոտքից գլուխ խախտվում, հիմա արդեն ընտրական օրենսգրքի հոդվածներն են ոտքից գլուխ խախտվում եւ մենք նորից տեսնում ենք այդ երկակի մոտեցումները, որի պատճառով ցավոք սրտի մենք անգամ մեկ զոհ ունեցանք, ինքնասպանություն գործած, այո, այդ երիտասարդը, որը ընդհանրապես չպիտի հայտնվեր որևէ կալանավայրում կամ անգամ ձերբակալման վիճակում, էլ չեմ ասում, որ հարցական է, թե այդ ձերբակալության ժամանակ ինչ է տեղի ունեցել, որ նրան ստիպել է ինքնասպանություն գործել։ Հիմա այս միջադեպին ինչ գնահատական կտակ, որքանով է սա նորմալ, որ մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ նախընտրական պաստառ ողելու համար քաղաքացուն ձերբակալում են եւ նման վերջաբան է ունենում այդ ամեն ինչն էլ եւ ես առհասարակ այս քարոզարշավի նախորդիվ բոլոր ընտրությունների ժամանակ էլ չեմ հիշում նման մի դեպք, երբ ընդդիմադիր օրինակ բազմաթիվ ուժերի պաստառներ պոկել են, քարոզչությանը խոչընդոտել են, բայց որևէ դեպքում ես չեմ հիշում, որ նման արձագանք լիներ, անողները ձերբակալվեին եւ վերջում էլ այսպիսի վերջաբան ուներ այդ ամեն ինչը։ Գիտեք, եթե չեմ սխալվում, մեր վարչական օրենսգիրքը հստակ սահմանում է նման գործողությունների համար ինչ պատիժ է հասնում եւ տվյալ պարագայում մարդուն ձերբակալելը արդեն անօրինականություն է, այսինքն իրավապահ մարմինները այստեղ օրենքի
հաղթմամբ են գործել։ Էլ չեմ ասում դրան հաջորդած ժամերի ընթացքում ինչ է տեղի ունեցել այս անձնավորության հետ, որ նա ինքնասպանության է դիմել։ Սա դեռ հետաքննության առարկա է, բայց մենք ձեռագրի առումով նույնականը մենք հիշում ենք Արմեն Գրիգորյանին այսպես շինծու ինչ-որ խոսքերի մեկնաբանությունների ներքո եւս հասցրեցին մահվան դուռը։ Այս իշխանությունների երկու բան է մնացել։ Եթե դուք նայեք, նաեւ մենք քարոզարշավի ժամանակ ենք դա տեսնում։ Իրենք մոտ 30 տարի շարունակ սուտ ու կեղծիք տարածելով եւ ամենաբարձր ձայնով դրա մասին աղաղակելով փորձել են հանրային աջակցություն ստանալ։ Եվ մենք հիմա տեսնում ենք նույն ձեռագիրը, նույն մոտեցումը, իրենք այլ կերպ վարվել չեն կարողանում, իրենք այլ մեթոդոլոգիա չգիտեն, նրանք դրանով իրենց համար հաջողություն են արձանագրել եւ ենթադրում են, որ այդպիսի պահվածքով իրենք կարող են որոշակի հանրային աջակցություն ձեռք բերել, այսպես զիլ տղա Երևալով, երբ որ բոլորի համար արդեն ակնհայտ է, որ այսպես գայլի դիմակի տակ մի կամակատար հլու հնազանդ այսպես երևույթ է թաքնված, որը բացառապես գործում է մեր թշնամիների Ալիևի եւ Էրդողանի ցանկություններին համահունչ։ Ես հիշեցնեմ նաեւ, որ դուք նշում եք, ես հիշեցի, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի գիշերը, երբ ազգային ժողով ներխուժումներ տեղի ունեցել, ազգային ժողովի նախագահի աթոռին նստած երիտասարդը 1-2 օր հետո ինքնասպան էր եղել Կիևյան կամրջից նրան իբրև թե ինքնասպան էր եղել, այո, նույնպես հարց է առաջանում, թե ինչ պայմաններում եւ ինչպես։ Այստեղ մենք ունենք, նշեցի, որ մեկ այդ հիստերիկ գորգորոսներ, ուրեմն աղաղակներ եւ սեփական վախերը դիմացինի վրա արտածելու այդ տրամաբանությամբ ռետորաբանություն, որը իրենց կարծիքով թվում է, թե իրենց այսպես խիզախ ուժեղ կամ կարող մարդու կերպար են ստեղծում, որը այսօր բոլորին հակառակ կերպ է ընկալում եւ բարեբախտաբար հակառակ կերպ է ընկալում, որովհետեւ ցույց է տալիս նրանց թե անլրջության, թե կեղծավորության ու շինծության աստիճանը։ Երկրորդը, որ նրանք դեռ շարունակում են այս ձեռագիրը, այդ վախի մթնոլորտի տարածման տրամաբանությունը, բայց կարծում եմ արդեն բոլորի համար էլ պարզ է, որ կալանավայրում հայտնվել այլևս ոչ մեկի համար սարսափելի իրողություն չէ, դա դարձել է կյանքի նորմայի պես մի բան եւ անգամ որոշ մարդկանց համար ենթադրում եմ, որ կենսագրության մեջ դա շատ դրական կետ է հայտնվելու, քանի որ դա քաղաքական հետապնդումների արդյունքում տեղի ունեցած կալանավորումներ են, այսինքն դա էլ իր ազդեցության աստիճանը կորցրել է։ Վախի մթնոլորտը չկա։ Դուք տեսնում եք, որ մարդիկ պարզ սորական հասարակ մարդիկ մոտենում եւ իրենց ես տեսնում եմ, որ անգամ իրենք զսպում են իրենց խոսույթի մեջ չեն ուզում շատ կոպիտ բառապաշարով դիմել հաշվի առնելով, որ հանրային միջավայրում են գտնվում, բայց անգամ այս պարագայում իրենք արտահայտում են այն ամբողջ դառնությունը եւ դժգոհությունն ու անվստահությունը, որ այս տարիների ընթացքում այս անձի հանդեպ եւ իր խմբակի ու նաս վարած քաղաքականության հանդեպ ուրեմն ձևավորվել է։ Ես մեծ հույս ունեմ, որ մեծ քանակով մասնակցության պարագայում եւ ընդդիմությանը ձայներ բավարար քանակով ձայներ տալու պարագայում մենք կարողանանք կոալիցիոն կառավարություն կազմել եւ այս ներկայիս աթոռներին բազմացներին հեռացնել մեր պետական կառավարման ղեկերից։ Օդկին Աղաջանյան, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր ինքնատիրապետումը կորցնում է հատկապես այն ժամանակ, երբ մարդիկ նրա ներկայությամբ խոսում են Արցախից, ավելի ճիշտ կլինի ասել, նրան մեղադրում են Արցախը հանձնելու մեջ, այսօր էլ նման մի միջադեպ Արաբկիրում տեղի ունեցավ, որից հետո նա կրկին անկանոն եւ ոչ եթերային բառապաշարի անցավ, որը ես ինձ իհարկե թույլ չեմ տա մեջ բերել։ Ինչով է այս երևույթը պայմանավորում եւ սրանից մեր քաղաքացիներին ինչ հետևություններ պետք է անեն։ Գիտեք, հոգեբանության մեջ sense բան կա, երբ որ հանցագործը իր մանանդիթը փորձում է թաքցնել հանցանքը, հա, կոծկել այդ հանցանքը, եւ երբ որ մատնացույց են իրեն անում, ինքը այդ ագրեսիվ հարձակողական պահվածքով փորձում է դիմացինին լռեցնել եւ իր կարծիքով այդ ուրեմն մեղքը իր վրայից թոթափել։ Ինքը շատ լավ գիտի ինչ է արել։
ինքը շատ ավելի լավ գիտի ինչ արել, քան մենք անգամ պատկերացնում ենք։ Նա գիտի, որ քայլից հետո ինչ եւ ինչ հրահանգների արդյունքում եւ ինչ գործողությունների արդյունքում ինչը ինչպես է եղել։ Ինքը շատ լավ գիտի, որ այդ մեղադրանքը, որ հնչում է, դա իրականությունն է, դա այն հանցանքն է, որի համար իրեն երբեք ոչ մեկ չի նել եւ նա պատմության էջերում արդեն այսպես քարով դաջված է մնալու որպես հայրենիքի դավաճան։ Հանցագործի սինդրոմն է խոսում այստեղ։ Այո, հանցագործի սինդրոմն է խոսում, նույնը նաև խմբակի հետ է կապված։ Եվ իրենց այդ նաև վարժեցման արդյունքում իրենց ցույց են տվել, որ իրենց բացատրել են, որ պաշտպանության լավագույն միջոցը հարձակումն է, եւ իրենք հարձակումը այսպես խիստ ագրեսիվ եւ հիստերիկ դրսևորումներ են տալիս, որից մարդիկ արդեն վաղուց նողկանք են ապրում ուղղակի։ Շատ են փախնելու մեջ, չկռվելու մեջ, երբ որ փաստը բոլորին այլ է, մարդը խոսում է ընդհանրապես Արցախում ոչ մի բան չկառուցելու մեջ, երբ որ Արցախը այսպես զերոյից հաշվի առնելով թե պատերազմի ժամանակ ադրբեջանցին ինչպիսի ավերածություններ են ենթարկել, զերոյից Արցախը ոտքի կանգնեցնելու եւ Կովկասի այսպես ադամանդներ դարձել։ Նա անգամ օրինապահության տեսակետից։ Ես հիշում եմ, երբ որ խոսնակ է եւ 2001 թվականին առաջի անգամին վարչությունով մենք այցելեցինք Արցախ, 2001 թվականն եմ ասում, այսինքն արդեն զինադադարից մոտ 6 տարի էր անցել, 6 տարի չկար, այո, 6 տարի էր անցել, 6 տարի էր անցել եւ երբ որ մենք գնում ենք դեպի Դադիվանք, հա, ամբողջ ճանապարհը եւի 1.5 մետրը 1 այսպես մեծ ականների եւ ուրեմն ռումբերի պայթյունի տեղերն էր, այսինքն ուղիղ ճանապարհ չկար, որ դու գնայիր, այսպես ոլորաններով էիր փորձում գնալ, որպեսզի տեղ հասնեիր։ Ամբողջ Արցախում միայն Լաչինով գնացող ճանապարհներ, որ քիչ թե շատ նորմալ վիճակի մեջ էր, չեմ ասում Շուշիի վիճակը, չեմ ասում մնացած բոլոր ավերված գյուղերն ու քաղաքները, որոնք այսպես ինչ են ասում, հա, համատարած հրթիռակոծման ու ռմբակոծման են ենթարկվում ադրբեջանցիների կողմից, հիշում եք, որ գրադ կաններով ինչպիսի այո, եւ այս մարդը կանգնում ու ասում է ոչինչ չի կառուցվել, երբ որ միայն եկեղեցիները, որոնք այս ժամանակահատվածում կառուցվել են, որ Ադրբեջանը այսօր հիմնահատակ քանդում է, դրանց թվարկել արդեն բավարար է, որ ուղղակի երևա թե ինչպիսի մեծ զարգացում է 30-ից տանող ճանապարհը, որը հենց իր օրոք հանձնվել է 30-ից ավել հիդրոէլեկտրական է հանձնվել, արտադրություններ են հանձնվել, դուք կհիշեք, որ մենք այնտեղ եւ փայտամշակման ունեինք եւ գինու արտադրության մեծ ունեինք եւ ոսկու արտադրություն ունեինք, այսինքն մարդը ուղղակի սովորել է սին ինչ-որ մեղադրանքներ հնչեցնել, անհիմն մեղադրանքներ հնչեցնել եւ հասարակությունը ժամանակին դա կլանել է։ Այսօր արդեն չի կլանում, որովհետեւ իրականությունից այնքան հեռու է եւ իր ասացները ու իր կատարած գործողությունները հարություն աշճանով հակառակ ուրեմն իրականություն են ձևավորել, որը արդեն մարդկանց աչքին քող փռելու կամ այսպես թոզ փչելու հնարավորություն չկա։ Ես նաև մենք հնարավոր հետընտրական զարգացումներին անդրադառնանք, ինչ եք կարծում, պարտվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը պատրաստ է խաղաղ եւ ամենակարևորը անցնցում ճանապարհով հեռանալ իշխանությունից, հաշվի առնելով հատկապես այն ահռելի մեծ արտաքին աջակցությունը, որը նա ունի, եւ եթե ինքնակամ չհեռանա, մեր ընդդիմությունը ինչպես պետք է տերկանգնի իր հաղթանակին, մեր ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների քվեին։ Կարծում եմ ընդդիմությունը այսօր նաև որոշակի ծրագրեր գոնե տեսականորեն մշակում է հետընտրական զարգացումների առումով, բայց ես իրոք մեծ հույս ունեմ, որ ընտրությունների արդյունքում այնպիսի մեծ տարբերություն կարձանագրվի ընդդիմադիր ուժերի ձեռք բերած ձայների եւ իշխանության տված ձայների առումով, որ այլևս քննարկման առարկա չի դառնա նրանց հեռացումը։ Եվ դա շատ էական է, սա եւս մեր հանրության ուզում եմ շեշտել, որպիսի արտաքին որևէ մեկնաբանություն կամ միջամտություն բացառենք։ Հանրության ուրեմն բազմաձայն մերժումը իշխանության երաշխավորելու է ապահով եւ սահուն
փոխանցում է իշխանության արդեն նոր ընտրված ընդդիմադիր ուժերին։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Թուրքերը եւ Արևմուտքը կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ որ մոտ լինեն ձայները։ Այո, սահմանային։ Մենք հասկանանք, որ արդեն Արևմուտքը սովորաբար իրենք այդպես էլ անում են, արդեն նախանշած ձևակերպումներով դիտորդական առաքելությունը եւ դրա եզրակացությունը պատրաստի սեղաններին արդեն հայտնվել են այստեղ։ Մենք դա տեսել ենք, թե այս իշխանությունից առաջ եղած ժամանակահատվածում եւ նաեւ շատ ավելի ցցուն տեսնում ենք այս իշխանությունների օրոք, հաշվի առնելով, որ իրենք Արևմուտքի գլոբալ ծրագրերի իրականացնողն են։ Եվ այս առումով հույս ունենալ, որ այդ ընտրական զեկույցները ինչ որ մի բան նորմալ պատկերի առումով կառցանագրեն, կարծում եմ իրատեսական չէ, ես ավելի հույս ունեմ մեր տեղական դիտորդական առաքելությունների արձանագրումների վրա։ Այն, որ այս իշխանությունները հնարավոր ամեն խախտում անելու են, դրանում էլ կասկած անգամ չունեմ։ Եվ ես կոչ եմ անում մեր հանրությանը առնվազն երկու գործողություն անել, առաջինը ստուգել ընտրական ցուցակներում իրենց ուրեմն գրանցված վայրերում քվեարկելու ընտրելու իրավունք ունեցողների կազմը, որովհետեւ ավելորդ մարդիկ գրանցված չլինեն եւ գրանցվածների դեպքում անձնագրային բաժանմունքներում դիմում տալ եւ նրանց հեռացնել գրանցումից, որովհետեւ հնարավորություն չտանք այսպես կեղծ անունների ներքո քվեարկությունները Երևանի հավաքանու ժամանակ ունեցել էինք նման փորձ, 10 հոգու մարդկանց տների վրա պարզապես գրանցել էին։ Մենք 80 հոգու գրանցման դեպքեր էինք ունեցել, իսկ ես վերջերս կարծեմ լրագրողներից մեկը պարզել էր, որ իրենց տան վրա 10 հոգի, կարծեմ փետրվարին դրա մասին տեղեկատուն 10 հոգի անհասկանալի գրանցվել են եւ այս իշխանությունները պատահական չէին այն օրենքը ընդունել, որ կարող են առանց սեփականատիրոջ ուրեմն համաձայնության տան վրա գրանցումներ անել։ Դա կօգնի խախտումները հնարավորինս քչացնել, չեմ ասում վերացնել, որովհետեւ բոլոր հասցեները մենք ստուգել չենք կարող, կան տներ, որտեղ դռները փակ են, չգիտենք այդ տներում ովքեր են գրանցված, բայց գոնե նվազագույնի հասնել։ Երկրորդը անպայման գնալ ընտրության, որպեսզի իրենց փոխարեն ինչ-որ մեկը չընտրի եւ անհասկանալի ինչ-որ պատկերներ չստանանք։ Այսինքն յուրաքանչյուր քաղաքացի առնվազն այս երկու գործողությունը պիտի կատարի։ Եվ նորից եմ կրկնում, սա մեր գոյության երևի թե եթե մենք 91 թվականին անկախության հանրաքվեինք անում, ապա այսօր մենք գնալու ենք մեր գոյության հանրաքվեի։ Եվ սա շատ կարևոր է, որպեսզի մարդիկ այդ գիտակցումը ունենալով գնան ընտրության։ Եթե այնուամենայնիվ հունիսի 8-ի առավոտյան մենք արտանանք մի իրականության մեջ, որտեղ Նիկոլ Փաշինյանը վերարտադրված կլինի, այդ դեպքում ինչպես պետք է վարվի ընդդիմությունը, մասնավորապես խորհրդարան անցած ուժերը։ Պետք է արդյոք վերջիներս դիտարկեն մանդատներից հրաժարվելու հնարավորությունը եւ եթե այո, դա ինչ կտա նման իրավիճակում։ Գիտեք, ես չեմ կարող այսօր նման դիտարկումներ անել եւ չեմ էլ ուզում անել նման դիտարկում, որովհետեւ դա արդեն կարևոր չի լինի, որտեղ այս իշխանությունների վերարտադրության պարագայում մենք շաբաթների, ամիսների ընթացքում տեսնելու ենք հերթական կործանարար քայլերը շարվեշարվար իրականացվող, որոնք են լինելու դրանք։ Արդեն իսկ հայտարարում են Տավուշի համապատասխան մասերը հանձնելու, Տիգրանաշենը հանձնելու մասին, այդտեղ կասկած անգամ չկա, որ իրենք վաղուց այդ խոստումները տվել են, որտեղ ոչ մի իրավական հիմք չկա այսպես կոչված անկլավների գոյության առումով, բայց քանի որ իրենք անհասկանալի ինչ որ Ալիևի կողմից գծած քարտեզներով են իրականացնում սահմանազատումը եւ խոստումներ են վաղուց տվել, որի արդյունքում նաեւ 20 թվականի դեկտեմբերին բերեցին կանգնեցրեցին Գորիսկապան ճանապարհի վրա, որը երբեք Ադրբեջանին պատկանող չի եղել։ Այս պարագայում մենք հասկանանք, որ մենք ունենք խոստումների մի ամբողջ շարք, որոնք շատ արագ կերպով իրականացվելու են, որպեսզի հանրությունը ժամանակ չունենա ուշքի գալու։ Եվ ուղղակի ինչպես նախկինում են արել, փաստի առաջ կանգնեցնելու եւ ասելու դե սա ինչ պիտի անենք։ Մանդատել ստացել էինք ժողովրդից։ Այո, ժողովուրդը քվեարկել է մանդատ ենք։ Ես վստահ եմ, որ ժողովուրդը չի քվեարկելու իրենց օգտին։
իրենք ունեն որոշակի փոքր ընտրազանգված հավատավորների ինչ որ մի խումբ, երևի ինչ որ աղանդավորների խումբ էլ իրենց կմիանա, այդտեղ էլ կարծում եմ ամբողջական պատկերը իրենց ցանկացածի պես չի լինելու եւ որոշակի վարչական ռեսուրս, որովհետեւ նույն պետական կառավարման համակարգում աշխատողները նրանք պակաս հայ չեն, եւ նրանք էլ նորմալ եւ ապահով պետություն են ուզում, ոչ թե Ադրբեջանի ոտքի տակ ինչ որ տրորվող եւ սպասարկվող ինչ որ մի տարածք, որը շատ արագ ամեն ինչից ամենակարևորը։ Այո, եւ նաեւ իրենց վրա այս գիտեք ես նման բաներ երբեք չեմ լսել անգամ աշխատելով արտաքին գործերի նախարարությունում, որ մարդիկ վախենան իրենց սենյակում ուղղակի քննարկումներ անցկացնեն, որովհետեւ բոլոր տեղերում ականջներ եւ զեկուցողներ են ուղղակի բերվել, որոնք զեկուցում են համապատասխան տեղերում եւ դրա արդյունքում, այսինքն գաղտնիք չեմ ասի, որ մի Facebook-յան լայքի համար կարող են մարդուն աշխատանքից հեռացնել։ Այսօր արդեն հասել են խնամիական կապերով մարդկանց աշխատանքից ազատելուն, եթե հիշում եք, պարոն Ծառուկյանը նման դեպքերի մասին խոսեց եւ ես չեմ զարմանում։ Իրենց թվում է, թե դրանով իրենք ստիպելու են մարդկանց, որպեսզի իրենք գնան իրենց օգտին քվեարկեն, բայց իրենք մոռանում են, որ մարդիկ հակառակի են արդեն տրամադրվում, որովհետև ամեն պարագայում հայ մարդը հատկապես չի սիրում, երբ որ իր վրա բռնանում են, իսկ սա բռնություն է։ Օդկին Աղաջանյան, վերջերս նաև Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև, նշելով, որ դրա լավագույն տարբերակը կլինի Հայաստանում հանրաքվեի անցկացումը, որ ժողովուրդը ինքը որոշի, որտեղ է իր երկրի ապագան տեսնում։ Ձեր գնահատմամբ ինչու է Ռուսաստանի նախագահը նախընտրական այս շրջանում Հայաստանի նման ընտրության առաջ կանգնացնում, հատկապես այն դեպքում, երբ Եվրամիությանը անդամակցելու գործընթաց որպես այդպեսին չկա եւ որևէ առաջընթաց էլ մենք չունենք այդ հայտնի օրենքը, որ ընդունել են, եւ սա նախընտրական դրամատրությունների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Նախ համաձայն չեմ, որ Եվրամիության անդամակցության հետ գործընթաց չկա, կա եվրոպական հովանու տակ այսպես հարմարավետ զետեղվելու ոչ միայն խոստում ու հանձնառություն, այլև իրական գործողություններ։ Դրա մասին մենք շատ չենք լսում, որովհետև շատ բան այսպես կուլիսների ետևում է արվում, բայց դա փաստական իրականություն է եւ ոչ միայն եվրոպական ընդհանուր քողտակը ՆԱՏՕ-ն է։ Իսկն հիմնականում ՆԱՏՕ-ի հովանու տակ հայտնվելու մասին է խոսքը եւ եթե ուշադրություն դարձնեք վերջի գոնե մի քանի տարիների ընթացքում մեր պաշտպանական բլոկի բոլոր կապերը, ծրագրերը, անգամ հագուստը, չգիտես ինչու ՆԱՏՕ-ական այսպես ստանդարտների համաձայնեցման տակ է գնում, այսինքն ամբողջովին նույն ճանապարհն է, ինչ որ Ուկրաինան է անցել, ինչ որ Մոլդովան է անցել, այսինքն ամբողջովին ՆԱՏՕ-ի տակ զետեղելու գործընթաց է գնում։ Սա բխում է այդ համընդհանուր գլոբալ ծրագրից եւ Ռուսաստանը արդեն տեսել է ինչ են արել Ուկրաինայում, շատ լավ գիտի ինչպես են վարվում, նույնը Միջին Ասիայում են փորձեր արվել եւ դեռ շարունակվում են արվել, Միջին Ասիայում մի քիչ այլ ձևակերպում է թուրքական, այսպես բանակի թուրքական երկրների բանակի անվան ներքո է դա փորձարվում արվել, բայց շատ լավ գիտի հետևանքները։ Մենք տեսել ենք նաեւ Վրաստանում նույն գործողությունների արդյունքները։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ Եվրամիություն, բնականաբար նրանք երկու տարբեր տնտեսական բլոկեր են, տարբերվող օրենսդրական կարգավորումների, եւ դու չես կարող միաժամանակ երկու տեղում լինել։ Բայց Եվրամիությունը չեն ընդունում հիմա, որ նման բան է հայտարարում Ռուսաստանի նախագահը։ Չեն ընդունում, բայց ստիպում են այս իշխանությունները, որտեղ իրենք նրանց դրածոն են, ստիպում են իշխանությունները, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները գնալով վատացնեն եւ այստեղ սա դառնա հակառուսական տարածք, ոչ թե լինի բարեկամ, հարևան, գործընկեր երկիր, այլ լինի հակառուսական տարածք, ինչպես որ Մոլդովան է, ինչպես որ Ուկրաինան է։ Այսինքն իրենց ամբողջ մտադրությունը Ռուսաստանը պարփակելն է թշնամական գոտիով։ Իրենք փորձում են կռվել ուրիշի ձեռքերով, ինչպես Ուկրաինայում են միլիոններով զոհ տալիս հանուն եվրոպական նեոգաղութատիրական նկրտումների, նույնն էլ փորձում են անել Հայաստանում։ Երբ դա համար Արցախը զոհաբերեցին, Արցախը խոստացվել էր որպես բոնուս Ադրբեջանին,
Սա ընդհանուր այս ծրագրի մաս է կազմում։ Եվ ռուսները շատ լավ հասկանում են։ Կրկնում եմ, ԵԱՏՄ, ԵՄ տնտեսական տարբեր բլոկեր են։ Մեխանիզմները առումով տարբեր են։ Դու չես կարող մեկի անդամ լինելով մյուսի անդամը դառնալ։ Դու կարող ես մեկի անդամ լինելով համագործակցել մյուսի հետ, քո ապրանքները կարողանալ այնտեղ իրենց չափորոշիչներին համապատասխան վաճառել, բայց դու չես կարող արտոնությունների նույն փաթեթից օգտվել, ինչ որ երկուսն էլ ապահովում են, այսինքն սա բացառվում է։ Եվ սրա մասին է խոսում Ռուսաստանը։ Իսկ հիմա նայենք իրականությանը։ Եվրամիությունը դադարել է որպես տնտեսական, քաղաքական, ռազմական կենտրոն ընկալվել աշխարհում։ Նա արդեն գահավիժման վերջի փուլերն է, հա, ես վաղուց եմ նշել, դա Տիտանիկն է, որը վաղուց սառցաբեկորին հարվածել է, եւ եթե 2 տարի առաջ ինքը դեռ մտածում էր, որ չի սուզվել, այսօր սուզման process-ի մեջ է։ Եվ վերջի քայլերն է անում, փորձելով իրեն ռազմական ճանապարհով ոտքի կանգնացնել եւ ընդհանրապես իրեն այսպես ինքնասպանության ենթարկել Ռուսաստանի դեմ գործողություններ շարունակելով։ Աշխարհի զարգացող մասը արևելքն է այսօր եւ առաջիկա առնվազն 3-4 տասնամյակներում եւ այն տեմպերը, որ զարգանում են, եւ այն շուկաները, որ այնտեղ ապահովում են, դրանք համադրելի չեն եվրոպական ոչ կարողությունների, ոչ ֆինանսական հնարավորությունների հետ։ Այսօր Տրամպը գնում է Չինաստան, փորձում է հարաբերություններ լավացնել, որովհետեւ չինական գումարները իրեն պետք են իր պետության տնտեսությունը ոտքի պահելու համար։ Իսկ մենք խոսում ենք ԵԱՏՄ դաշտից եւ դեպի արևելք այդ ամբողջ հնարավորություններ աշխարհի 2/3 շուկան ապահովող հնարավորություններից դուրս գալու հանուն ինչ որ Եվրամիության ժապավենների վարդագույն ակնոցներով մեզ ներկայացող, որի տակ բացի սեփական ժողովրդի կործանումից ուրիշ բան չկա դրված։ Իսկ վիզաների ազատականացման մասով ինչ կասեք, իրատեսական է ակնկալել, որ այս իշխանության օրոք դա կլինի։ Ոչ, նախ եվրոպացիք շատ ավելի վիճակը վատացրել են, քան անգամ այս իշխանությունների իշխանության գալու պահին, եւ դրա մասին խոսում են նաեւ այսօր վիզաների տրամադրման գործընթացում սարսափելի քանակի մերժումները եւ անտրամաբանական մերժումները։ Երկրորդ չմոռանանք, Եվրոպայի համար միգրացիոն process-ները երբեք այսպես երկրորդային հարց չեն եղել եւ իրենք բացարձակապես ցանկություն չունեն եւս մի միգրացիոն հոսք կլանելու այն ժամանակ, երբ որ իրենք ֆինանսական մեծ դժվարություններ ունեն եւ իրենց երկրներում սոցիալական խմբերի նպաստների կրճատման գործընթացի են գնում այդ ռազմական մեքենան ֆինանսավորելու համար, այսինքն իրենք ցանկություն չունեն մի հատ էլ ֆինանսական բեռ իրանց վրա վերցնելու վիզաների ազատականացման տեսքով։ Դա բացառվում է, դա։ Մեծ երկխոսությունը ինչի համար է իրականացվում, ընդ որում Հայաստանը միակ երկիրն է, որի հետ այս պահին Եվրամիությունը նման գործընթացներ Ոչ միակ երկիրը չէ, դրա մասին ուղղակի իշխանությունները փորձում են շեփորահարել, միակ երկիրը չէ, բայց մենք նաև տեսանք, թե ինչպիսի հեշտությամբ այդ վիզաների ազատականացումը կարող է հետ պտտվել, Վրաստանը օրինակ, եւ այստեղ սա ընդհանրապես քաղաքական որոշում է։ Հասկանանք, որ այսօր Եվրոպան ցանկություն չունի, կարողություն չունի, իսկ վաղը հնարավորություն էլ չի ունենալու տրամադրելու այն բարիքները, հանուն որի 15-20 տարի առաջ երկրները ձգտում էին դառնալ Եվրամիության անդամ։ Այսօր անգամ Եվրամիության անդամ երկրների մի մասը փորձում է խուսափել Եվրամիության այդ սանկցիոն եւ բյուրոկրատական մեխանիզմների կիրառումից, Սլովակիան եւ Հունգարիան օրինակ, եւ մենք գնալով տեսնենք նույնն ու ասենք Լեհաստանի պարագայում մենք տեսնում ենք որոշակի դժգոհություններ ու գնալով ավելի շատ կտեսնենք, մենք շուտով կտեսնենք մերձբալթյան երկրներից, երբ որ սեփական գրպանները այնքան կդատարկվեն, որ եւ իրենց մարդկանց արդեն որպես մսաղացի միս կփորձեն օգտագործել Ռուսաստանի դեմ, Ֆինլանդիան նույնը մենք կտեսնենք, Ավստրիան, որ ընդհանրապես հեռու է խաղում, Շվեյցարիան, որ սկսեց հետ քաշվել այդ ամբողջ ուրեմն բլոկից, փորձելով նորից վերականգնել իր չեզոքությունը, որտեղ հասկացավ իր քայլերով ինքը վնասեց։ Այսինքն մենք տեսնում ենք կործանվող մի հատված, որին այս իշխանությունները հանձնառություն ունեն, բայց այդ հանձնառությունները իշա Հայաստանի եւ հայ ժողովրդի չէ, այդ հանձնառությունները իշա գլոբալ կենտրոնների գերիշխանության պահպանմանն է, որը հայ ժողովրդին ոչ մի օգուտ չի տալու։ Իսկ մեզ խոստանում են ցուրտ ձմեռներ, չմոռանանք Օբրայենի հայտնի հայտարարությունը։ Այո, չմոռանանք Ամերիկայի դեսպանի հայտնի նաև հայտարարությունները, որ առաջի համաշխարհանից հետո որոշակի ժողովուրդներ անկախություն ստացան, որ չպիտի ստանային, այսինքն ինքը պիտի որոշեր, թե որ ժողովուրդը իրավունք ունի, որը իր պատմական հայրենիքում
անկախություն ձեռք բերի կամ Վրաստանն էլ առաջարկել էին անտառներում կռվել մի քանի ամիս Ռուսաստանի դեմ, այսպես շարունակ։ Մենք տեսնում ենք Ուկրաինայի մի քանի ամիսը, հա, արդեն միլիոնից անցել են զոհերի քանակը։ Եվ Տիկին Աղաջանյան, Երևանում բավականին անլուրջ հայտարարություններով հանդես եկավ Ֆրանսիայի նախագահը, հայտարարելով, որ 8 տարի առաջ Հայաստանը ընկալվում էր որպես Ռուսաստանի արբանյակ, իսկ այժմ իրավիճակը միանգամայն փոխվել է, նշում էր, որ այն ժամանակ եվրոպացի առաջնորդները Հայաստան չէին գա, բայց հիմա այս մասով էլ է իրավիճակը փոխվել։ Ձեր գնահատմամբ ինչու է Մակրոնն այնքան անլրջացել ինքն իրեն եւ նման բան հայտարարում եւ հայտվում նման ծիծաղելի իրավիճակում կարող ենք ասել, քանի որ Հայաստանի անկախությունից ի վեր Ֆրանսիայի բոլոր նախագահներն էլ առնվազն այստեղ եկել են եւ Ֆրանսիայի հետ մենք միշտ բարիդրացիական հարաբերություններ ենք ունեցել անկախ անձերից։ Գիտեք, երևի այլ տեսանկյունից փորձենք նայել սրան, եվրոպացիներին թվում է, թե իրենց դափնիները դեռ իրենց գլխին են եւ այդ նույն տրամաբանության մեջ է, հա, որ Եվրոպայի մաս լինել կամ Եվրոպայի հետ լինելը դա մեծագույն երջանկություն է։ Իսկ մենք այս տրամաբանության մեջ են գործում եւ այդ ռետորաբանությունը այդ տրամաբանության մեջ պիտի ընկալվի, որ իր կարծիքով նա դրանով այսպես ոգևորիչ խոսք է ասում հայ ժողովրդին, երբ որ դա ամենևին հակառակ ազդեցություն է։ Առաջինը Հայաստանը երբեք չէ Ռուսաստանի արբանյակը։ Այն, որ իրենք փորձել են դա այդպես ներկայացնել, դա ուրիշ հարց է։ Եվ այն, որ այս իշխանությունը իրենց արբանյակն է, դա միանշանակ է, դրանից մենք տուժում ենք։ Վերադառնալով նախորդ հարցին, ինչու է Ռուսաստանի նախագահն այսպես երկընտրանքի առաջ կանգնեցնում մեզ այս պահին, որովհետև նա գիտի, որ ժողովրդի ցանկությունը եւ իշխանության ցանկությունը իրար հետ չեն համընկնում։ Եվ ժողովրդին ուղղակի աչալրջության եւ սթափության կոչ է անում, որպեսզի հասկացնելով, որ ձեր ընտրության արդյունքում դուք փաստացիորեն սխալ ընտրության պարագայում ինքներդ եք այդ հետևանքները կրելու եւ հետևանքները լինելու են այդ իմ նշած աշխարհի 2/3-ի հետ կապեր պահող ապագայի զարգացման լոկոմոտիվը հանդիսացող ուրեմն հնարավորություններից զրկվելը եւ վերադառնալը անհասկանալի քարի դարի ինչ որ վիճակի դեռ հարցական է ընդհանրապես որպես ժողովուրդ ձեր հայրենիքում կմնաք թե ոչ։ Ինչպես 21 թվականի ընտրություններից հետո ինչի մասին չեն խոսում Մակրոնը եւ մնացածը, երբ որ իրենք այդ ծրագրի հեղինակն են։ Իրենց ձեռամբ է որ Արցախը հանձնվել է Ադրբեջանին։ Եվ հանձնվել է այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը ամենավատ վիճակում էր գտնվում ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ, այսինքն այդ ծրագրի իրականացման փուլում իրենց թվում էր, թե իրենք արդեն հաղթանակ են գրանցում եւ մնում է այստեղ էլ մի ճակատ բացել Ռուսաստանը ընդհանրապես մասնեմաս անելու համար։ Այդ շտապողականությունը այդ ժամանակ դրանով էր պայմանավորված եւ Ադրբեջանի դերով որպես հերթական այսպես դեպի հյուսային Կովկաս մահմեդական բնակչության վրա ազդեցություն գործելու օղակ։ Մենք հասկանանք, որ Մակրոնները, Շոլցերը, ֆոն դեր Լայենները նրանք գլոբալ կենտրոնների դրածոներ են եւ բացառապես նրանց ծրագրով առաջնորդվող նրանց համար կարեւոր չէ այստեղ հայ ժողովուրդը կլինի, չի լինի, ընդհանրապես այստեղ հայկականություն կլինի, թե չի լինի։ Կարևորը իրենք ռեսուրսներին տիրապետեն եւ դրանով փորձեն աշխարհում իրենց տեղը ու դիրքը պահել։ Բայց հաշվի առնելով աշխարհի զարգացումը, ես մեծ կասկածներ ունեմ, որ ընդհանրապես այդ պետություններից որևէ մեկը ապագայի աշխարհակաղակական ուրեմն քարտեզում իր տեղը կունենա թե ոչ, գուցե ամբողջ այդ Եվրամիություն կոչված բլոկին մեկ ինչ որ տեղ հատկացվի եւ ոչ թե այն մշտական անդամությունը, որ իրենք ունեն եւ այն մշտական անդամությունը, որ Գերմանիային խոստացել էին անվտանգության խորհրդում, հանուն որի նա նաեւ իր սեփական երկիրն ու տնտեսությունը այսպես քայքայման եզրին է հասցնում։ Եվ Տիկին Աղաջանյան, վերջում վերադառնալով կրկին մեր ընտրություններին, մենք զրույցի ընթացքում էլ փաստեցինք, եթե ակնկալում ենք ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնել, ապա մասնակցությունը պետք է հնարավորինս բարձր լինի, բայց բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր հասարակության մեջ չկողմնորոշված եւ առհասարակ բոլոր քաղաքական ուժերին մերժող քաղաքացիները շարունակում են ամենամեծ խումբը կազմել հանրության շրջանում։ Դիմելով այս մարդկանց ինչ կարող եք ասել, ինչպես վարվեն մի իրավիճակում, երբ առկա քաղաքական ուժերից որևէ մեկին չեն համակրում, բայց միևնույն ժամանակ չափազանց կարևոր է նրանց մասնակցությունը ընտրություններին։ Գիտեք, ես համաձայն չեմ, որ այդ թիվը մեծ է, թիվը բավականին կրճատվել է, եթե մենք նախորդ ընտրությունների հետ համեմատենք եւ ընդհանրապես նախորդ
ընտրությունների մի քանի ընտրության հետ համեմատենք, այնտեղ իրոք մոտավորապես 40-50% չկողմնորոշված եղել է, բայց հիմա այդ թիվը էապես կրճատվել է, որովհետև շատերի մոտ ոչ միայն դժգոհության աստիճանն է մեծ այս իշխանություններից, նաև ընկալումը ի վերջո ձևավորվել է, որ սա ինչպես նշեցի, մեր գոյության հանրաքվեն է լինելու։ Մենք շարունակելու ենք գոյություն ունենալ որպես հայ, թե չենք շարունակելու այս մեր հայրենիքի կտորում որպես հայ գոյություն ունենալ։ Ես մի բան կասեմ բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ իբրև թե ընտրության հնարավորություն չունեն եւ իրենց, այսպես ասած, մենյուի առաջարկը իրենց չի բավարարում, որ նման դեպքում դա միայն մի բան է նշանակում, որ դուք ուղղակի աջակցում եք այս իշխանություններին, այսինքն որևէ խոսույթ, որ իրենք կարող են ներկայացնել, որ դե ես այս իշխանություններին չեմ սատարում, բայց եւ նաեւ չգիտեմ ում ընտրեմ, ոչ մեկին դուրը բոլորն են եւ այլն, դա այդ բոլորն են նույնը, նաեւ իշխանություններին նետած խոսույթն է, որպեսզի հնարավորինս քչացնեն մասնակցության տոկոսը։ Ուղղակի իրենք հասկանան, որ իրենց չմասնակցությունը դա ուղղակի նշանակելու է ձայն հոգուտ գործող իշխանության։ Իսկ այդտեղ խուսափելու տարբերակ չեն ունենալու։ Երկրորդը, ամենևին չեմ հավատում այդ թեզին, որովհետև նախ պատկերը շատ ավելի հստակ է, ինչպես նշեցի, ընտրության հնարավորությունը կա եւ ելի եմ ասում, այստեղ ռեստորան չի, որ դու ասես այս ճաշատեսակն եմ ուզում կամ այն բծավոր եմ ուզում, զոլավոր եմ ուզում, թե ժապավենը գլխին եմ ուզում։ Մենք խոսում ենք պետության մասին։ Եվ պետության ղեկավարի ընտրությունը պետք է լինի նրա կարողությունների, հմտությունների, լրջության եւ վստահելիության աստիճանին համապատասխան։ Ոչ թե աչքերի գույնը դուրս չգայս կամ մազերի սաներվածքը, հասկանում եք, սա նաեւ ցույց է տալիս այդ մարդկանց չհասունացածության աստիճանը, սեփական պատասխանատվության զգացողության բացակայությունը, պատասխանատվություն ոչ միայն սեփական պետության ու հայրենիքի, այլև սեփական ընտանիքի ու իր երեխաների հանդեպ, որովհետև իրենց ընտրությունը այդ չգնալն է ընտրություն։ Այդ ընտրությունը ճակատագրական հետևանք է ունենալու իրենց երեխաների ապագայի համար։ Եվ հանուն արդարության ասենք, որ այստեղ բոլոր իշխանությունները իրենց մեղավորություն ունեն, որ անկախությունից ի վեր իրավագիտակից քաղաքացի չեն կարողացել կրթել։ Եվ այդ առումով ես մեծ հույսեր ունեմ, որ ապագայում մենք այդ համակարգի առումով իհարկե այս իշխանությունից ձերբազատվելուց հետո որոշակի փոփոխություններ կմտցնենք եւ պատահական չէ, որ սկանդինավյան երկրներում ընդունված է հենց այդ պատասխանատվության քաղաքացու պարտականության առումով ընկալումը ձևավորելու տեսակետից, որ իրենք պարտավոր են ուղղակի ընտրության գնալ, չգնալ դեպքում իրենք տուգանվում են։ Իսկն մարդկանց մեջ դեռևս փոքրուց բացատրում են, որ դա ոչ թե ցանկություն է, դա պարտականություն է, որ դու քո պետության, քո իշխանության ձևավորման գործում պարտականություն ունես, որ հետո էլ քննադատելուց տեղ ունենաս քննադատելու։ Այսինքն այս մասով այո, ես համաձայն եմ նախորդող բոլոր իշխանությունները որոշակիորեն թերացում ունեն, որովհետև մարդկանց մեջ այդ նաև խուսափողականությունը պատասխանատվություն վերցնելու սեփական որոշումների համար դա խրախուսվել է որոշ դեպքերում եւ քանի որ դա հեշտացրել է իրենց կամ վերընտրության կամ իրենց ուզած տեխնացուի ինչ որ առաջ տանելու հանգամանքը առանց հասկանալ դրա կործանարար հետևանքների հետագայի համար, որովհետեւ գիտակից պատասխանատու քաղաքացու պարագայում նաեւ գիտակից ընտրություն է կատարվում։ Մենք հիմա տեսնում ենք ինչ բարդությունների առաջ են կանգնած Եվրոպայում ընտրողները, չէ, երբ որ ունեն ընտրած ղեկավարություն, որը մեր իշխանությունների պես զմռսվել է աթոռներին, եւ եթե այլ պարագայում մի հատ թթու խոսքի համար իրենք հրաժարական կտային, հիմա 4 միլիարդի կաշառքի դեպքում անգամ հրաժարական չեն տալիս կամ ֆինանսական խախտումների դեպքում, հա, եւ մենք հասկանում ենք, որ մենք գործ ունենք գլոբալ ծրագրի հետ, ծրագիր, որը մեջտեղ է բերել մարդկանց, այսպես սնած աճեցրած մարդկանց, որոնք ոչ թե քո պետության ժողովրդի շահերով են առաջնորդվում, այլ ինչ որ ֆինանսական կենտրոնների շահերով, որոնք իրենց ինչ որ բարիքներ են խոստացել եւ այդ բարիքներին զոհաբերվում են ամբողջովին պետություններ, ժողովուրդներ եւ նրանց ապագան։ Մենք հասկանանք, որ այստեղ խնդիր ունենք եւ ես էլի կոչ եմ անում մեր ժողովրդին։ Մասնակցությունը երաշխավորելու է մեր անվտանգությունը
եւ մեր ընտրությունների միանշանակ ընկալումը, հա, դրա արդյունքների միանշանակ ընկալումը ապագա իշխանության լեգիտիմությունն է ապահովելու ոչ միայն մեր համար, այլև աներկբա վստահությունը մեր ուրեմն դրսի գործընկերների առումով, թե թշնամի գործընկերների, թե բարեկամ գործընկերների։ Թշնամիների դեպքում նա զսպելու է գործողությունները անելու առումով, դեռ արդեն հասկանալու են, որ կա միանշանակ ժողովրդական աջակցություն եւ նման իշխանության դեմ դու խաղեր տալ չես կարող, բարեկամների պարագայում մեծացնելու է վստահությունը եւ արագացնելու է վերականգնման գործընթացները։ Այս առումով մենք շատ եմ կարեւորում, որ այն մի փոքր տոկոսը մոտավորապես ասում են 15-ից 20%, որ դեռ իբրև չկողմնորոշված են, իրենց մեջ քաջություն գտնել, համարձակություն գտնեն եւ այդ օրը գնան ընտրության եւ անդիմադիր ուժերից որևէ մեկին ձայն տան։ Դա շատ էական է։ Շնորհակալ եմ Տիկին Աղաջանյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ։ Կհանդիպենք։